Բարևձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական կենտրոնեն գաղորդենք լուրերը։ Հայոց բանակի օրվան առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյան հայտարարեց, որ Հայաստան պատերազմի չի պատրաստվիր եւ թե պատերազմ պիտի չլա։ Փաշինյանի համաձայն բանակը Հայաստանի միջազգայինորեն ջանցված 29743 քառակուսի կիլոմետր տարածության պաշտպանութենեն այլ խնդիր չունի եւ պիտի չունենա։ Բացառությամբ միջազգային խաղաղապահ առաքելություններու մասնակցությամբ։ Աննշեց, որ Հայաստանի գրավյալ տարածքներուն հարցը պիտի լուծվի Ադրբեջանի հետ սահմանազատման հոլովույթով։ Հայոց բանակին օրվան առիթով Հոյտա Հայաստանի Գերագույն մարմինի անդամներն ու ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավորները այցելեցին Երապլուր, ուր ծաղիկներ զետեղեցին հարգելով նահատակ հայորդիներու հիշատակը։ Գերագույն մարմինի անդամ եւ պատգամավոր Քրիստինե Վարդանյան նկատել տվավ, որ հայոց բանակը մեր նորանկախ պատմության ամենեն մեծ իրագործումն է, ընդգծելով, որ ապահովության ամենեն հիմնական եւ կարեւոր ուժը հայոց բանակն է։ 27 հունվարին Հայաստանի վարչապետը, նախագահը, ազգային ժողովի նախագահը եւ այլ պաշտոնատարներ այցելեցին Երապլուր հայրենիքի պաշտպանության համար նահատակներու հիշատակի օրվան առիթով։ Մեծ թիվով ոստիկաններու եւ տիկնապահներու, ինչպես նաեւ բարձր դիրքերու վրա հաստատված արձակազեններու հսկողությամբ Նիկոլ Փաշինյան ընդամենը 15 վայրկյան մնաց Երապլուրի մեջ, ուր ձաղկեպսակներ զետեղեց Վազգեն Սարգսյանի եւ Զորավար Անդրանիկի շիրիմներուն, ինչպես նաեւ Արցախյան առաջին պատերազմին ընթացքին նահատակված հայորդիներու հիշատակի հուշարձանին վրա։ Նահատակներու ծնողներ Փաշինյանեն առաջ ժամանած էին Երապլուր, որբեսի թույլ չտան անոր մոդենալու իրենց զավակներուն շիրիմներուն։ Նահատակներու հիշատակի օրվան առիթով նաեւ հոգեանկստյան արարողություն կատարվեցավ Սուրբ Էջմիածնի մեջ, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին հանդիսապետությամբ։ Ընդդիմությունը սուր գերբով կնատատած է նահատակներու օր հաստատելու Երևանի իշխանություններուն որոշումը, ընդգծելով, որ 27 հունվարը նահատակներու հիշատակի օր որոշելու գայլին նպատակն է նսեմացնել հայոց բանակին օրը, որ կնշվի մեկ օր ետք 28 հունվարին։ Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական վեաժողովը հաստատեց զեկույցը, որուն մեջ եվրոպական այս կառույցը խոր մտահոգություն հայտնեց Հայաստանի վարչապետին եւ ամենայն հայոց կաթողիկոսին միջև լարվածության եւ քանի հոգեվորականներու կողմէ իշխանությունը դաբալելու փորձի մասին հաղորդումներու կապակցությամբ։ Զեկույցը, որ պատրաստված է լատվիացի պատգամավոր Զանա Գալինա Լուկաշևիցայի կողմէ, նշեց, որ 2018-ին ի վեր կատարված խորհրդարանական ընտրությունները զերծ եղած են խախտումներ է։ Միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է կիրառել կանոններ պետական միջոցներու չարաշահման եւ քաղաքական կուսակցություններու ֆինանսավորման բաժիններում մեջ։ Վեաժողովը նաեւ գոչրավ Ալիևի վարչակազմին անհաբաղ ազատ արձակելու 23 հայ բանդարգյալները։ Դեղին է նշել, որ զեկույցը պատրաստված է հայ 4 գերիներու ազատ արձակումեն առաջ։ Հոյտա բյուրոյի ներկայացուցիչ Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական վեաժողովի հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյան քննադատեց վեաժողովին կողմէ հաստատված զեկույցը, հայտարարելով, որ դժգոհ են անոր ձևակերպումներեն։ Ռուստամյան հայտնեց, որ զեկույցը պատրաստել է առաջ հսկողության մարմինին համանախագահները պետք է Հայաստան այցելեին եւ դեղույն վրա հետևեին իրավիճակին։ Սակայն
Անհասկանալի պատճառներով այդ այցելությունը չկատարվեցավ։ Հայկական պատվիրակության ընդդիմադիր պատգամավորները հանդիպումներ ունեցած են համազեկուցողներուն հետ եւ փոխանցած թե ինչ կբադայի Հայաստանի մեջ։ Իրենք դեղյակ էին ամեն ինչը, բայց իրենց համար առաջնահերթ է ամեն քնով այս իշխանություններուն պաշտպանությունը եւ ասիկա գաղտնիքը չէ, շեշտեց Ռուստամյան։ Վրաստանի վարչապետ Հերակլ Գոբախիցը Ադրբեջանի նախագահային կողմէ անդադար գործածվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթը գործածեց, հայտարարելով, որ իր դեղեցություններով Միացյալ Նահանգներու փոխնախագահ J.D. Vance-ի հարավային Կովկաս այցելությունը նվիրված է այդ միջանցքին։ Հետևաբար դրամապանական է, որ հասցեադերերը պիտի լան Ադրբեջանն ու Հայաստանը։ Vance փետրվարին Հայաստան եւ Ադրբեջան պիտի այցելես, սակայն անոր այցելություններուն ժամանակացույցին վրա չկա Վրաստանը։ Այս դիրի մեջ ալ Գոբախիցը մեկնաբանեց Միացյալ Նահանգներու փոխնախագահային հարավային Կովկաս այցելությունը, գործածելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Մեծիդանան Գիրեգիո կաթողիկոսության կողմէ Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիո բերության դեմ բացված թադը նույն ընթացքով կշարունակվի։ Ներկայիս թադական գործը կգտնվի Վջրապեկ Ադյանի մոտ, իսկ հաջորդ հասցեադերը սահմանադրական թադարանն է։ Եթե թուրքական այս երկու ադյանները մերժեն պահանջը, ապա Մեծիդանան Գիրեգիո կաթողիկոսությունը մարդու իրավունքներու եվրոպական ադյան պիտի դիմե։ Դեղին է նշել, որ Մեծիդանան Գիրեգիո կաթողիկոսությունը 2015-ին թիմեց Թուրքիո սահմանադրական թադարան, պահանջելով Սիսի կաթողիկոսարանին վերադարձը։ Իսկ այժմ հարցազրույցի մեր հյուրն է արտագաղթ դեսպանորդ եւ լիազոր նախարար Վարդան Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Վերջերս Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական վեաժողովը հաստատեց զեկույցը, որուն մեջ մտահոգություն կհայտնվեր Հայաստանի վարչապետին եւ հայ առաքելական եկեղեցվո միջև գոյություն ունեցող լարվածության համար, ինչպես նաեւ այն դեղեցություններու մասին, թե որոշ հոգևորականներ փորձած են իշխանությունը խլել։ Ինչպես կբացատրեք այս ակնհայտորեն գոմնագալ եւ չապացուցված բնդումները, որոնք դեղ կդած են զեկույցին մեջ։ Նախ դա կարելի է բացատրել արդեն ընտրությունների, ապակա գալիք ընտրությունների նախապատրաստմամբ։ Պատահական չէ, որ Կայա Կալասը հայտարարեց, որ իրենք ամեն կերպ օգնելու են իշխող կուսակցությանը այդ ընտրություններում հաղթելու եւ նպաստելու են դրան օժանդակելու են։ Եվ սա լուրջ այդ քայլերից մեկն էր, որովհետեւ եկեղեցուն, եկեղեցական գործիչներին դիտում են որպես հիմնական ուժեղ, հիմնական ընդդիմության մաս կազմող կառույց եւ այս առումով էլ նրանք ուրեմն որպեսի դա շեշտեն, արդեն հայտարարում են, թե որոշ եկեղեցականներ ուզում են զավթել իշխանությունը։ Սա է պատճառը, որ արդեն սկսվում է նախընտրական կամպանիան եւ այդ կամպանիայում ուրեմն Եվրոմիության կառույցների օժանդակությունը Հայաստանին։ Արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան նույնիսկ ընթացքին խոսք արավ եւ հայտարարեց, որ կան ազատության թշնամիներ, որոնք թավեր գնույթեն ժողովրդավար իշխանություններուն դեմ եւ գործեն գերց դեղեցություններու դարացմամբ ազդել հունիսին գազագերբվելիք խորհրդարանական ընտրություններուն վրա։ Միրզոյան որու գագնարգեր եւ արդյոք անոր կողմէ գտնվող դարբեր միջոցներու օգտագործման պատերազմի մասին բնդումը ընդդիմության վրա նոր ճնշումներու նախապատրաստությունը չէ։
Տեսեք, այդ նույն շրջանակի մեջ է ընտրությունների հետ կապված եւ կանցնի ժամանակ մենք կտեսնենք, որ հիմնավորելու համար իրենց իսկ, ասենք, իշխանությունների վարքագիծը ընտրությունների ժամանակ կեղծիքները ինֆորմացիոն դաշտում ճնշումներ գործադրել քաղաքական ուժերի նկատմամբ, որ այդ բոլորը կհիմնավորեն ինչ որ արտաքին ուժերի կողմից այդ օժանդակությունը ընդդիմությանը։ Հիմնականում դա ասելով դժվար չէ հասկանալ, որ ի նկատի ունեն Ռուսաստանը, ենթադրելով, որ Ռուսաստանը ուրեմն կօժանդակի ընդդիմությանը եւ ամեն ինչ կանի, որպեսզի ընդդիմությունը կարողանա հաղթել այդ ընտրություններում։ Այսինքն նախորդ պլատֆորմ են պատրաստում հակառուսական այդ քարոզչության համար, պնդելով, որ փաստորեն թե ֆինանսավորելը եւ թե օժանդակելը ինֆորմացիոն եւ այլ կարգի եւ այլն դա գալիս է Ռուսաստանից։ Ուրիշ ուժ, որին կարող են մեղադրել, ես չեմ տեսնում, դա նաեւ Եվրոմիության ընդհանուր, այսպես ասած, հիմնական քաղաքականության ծիրի մեջ է հակառուսականությունը, ռուսաֆոբիան։ Եվրոպական հիմնարկները եւ միջազգային կառույցները ինչու կշարունակեն իրենց անվերաբար աջակցությունը Փաշինյանի վարչակարգին։ Հագարակային իրողությամբ թե միայն իրենց գարդիկը արտահայտելու համար բանդարգված են բազմաթիվ քաղաքական բանդարգյալներ, երբ վարչապետն ու գործադիր իշխանությունը իրենց լիազորությունները կշրջանցեն եւ սահմանադրության բազմաթիվ խախտումներ կարձանագրվին։ Նայեք, Փաշինյանական ռեժիմը սկսել է Եվրոմիության հետ ինտեգրման process-ը, իսկ այդ ինտեգրումը որոշակի պահանջներ է դնում։ Այդ պահանջներից մեկը ուրեմն եկեղեցու դեմ պայքարն է, վերցնենք Ուկրաինայի օրինակը, որտեղ նույնպես ուղղափառ եկեղեցին տեղի քանդեցին, բազմաթիվ հոգևորականների բանտարկեցին եւ այլն։ Մյուս կարևոր գործոնը դա հակառուսականությունն է։ Եվ այս ռեժիմը Հայաստանում գործող ռեժիմը այն հիմնական ուժն է, որի միջոցով նրանք հույս ունեն, որ հենվելով այդ ուժի վրա կարողանան իրենց հակառուսական ուրեմն այդ քաղաքականությունը պահել ընթացքի մեջ եւ օգտագործել դա, ինչպես օգտագործեցին նախկին խորհրդային միության բազմաթիվ հանրապետություններում, դա Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եւ այլն։ Սա քաղաքական, ուրեմն հիմնական դրույթներն են, այն պահանջները, որ Եվրոմիությունը ունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ Հայաստանի այսօրվա իշխանությունները, որոնք 18 թվականին եկան իշխանության, կներեք կրկնության համար բառի, այդ պարտավորությունները վերցնելով եւ այսօր քայլ առ քայլ փորձում են հետևողականորեն ուրեմն այդ պարտավորությունները կյանքի կոչել, իրականացնել։ Շնորհակալություն ցեզի։ Հարգելի ակնթիրներ, մեր զրուցակիցներ Արտագարդ տեսփանորդ եւ լիազոր նախարար Վարդան Հակոբյանը։ Եվ այսպիսով իրավարտին կհասնի մեր լրատվությունը։ Հարաճիգա շաբաթ նոր լրատվությամբ կհանդիպինք։ Ցտեսություն։